Ռուսաստանի Դաշնությունում հունվարի 1-ից միգրացիոն նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո արտագնա աշխատանքի մեկնողները կանգնեցին փաստի առաջ։ Քիչ է 90-օրյա ժամկետ է սահմանվել, նաև գնացողը չգիտի կհասնի Ռուսաստան, թե ոչ։ Բանն այն է, որ ռուսական կողմը բավականին հետաքրքիր աշխատելաոճ է ընտրել։ Ռուսաստանից վերադարձողը տեղյակ չլինելով, որ արկելք է դրվել Ռուսաստան իր մուտքի վրա, սա այդ նույն այսպես ասած դեպորտն է, տոմս է գնում հասնում Ռուսաստան ու այնտեղից հետ են վերադարձնում, թե մուտքն արկելված է, բնականաբար առանց ծախսերի փոխհատուցման։ Այսպիսի բազմաթիվ դեպքեր արդեն կան։ Մուտքի արկելքն այս պահին կապված չէ միգրացիոն նոր օրենքի կիրառմամբ, այլ Ռուսաստանի տարածքում մինչ այս օրենքի ուժի մեջ մտնելը միգրանտի կողմից ինչ-որ խախտման համար է սահմանվում։ Հիմա արտագնա աշխատանքի մեկնողները ստիպված Ռուսաստանի միգրացիոն ծառայության կայքով ստուգում են, արկելք կա թե ոչ, դրանից հետո է, որ նոր տոմս են գնում։ Ժամանակավոր ինչ-որ արկելափակենք էլիս են մուտքը դեպի Ռուսաստան։ Ստուգել եք ձեր անձնագիրը։ Հա, ստուգել ենք, հա։ Այդ ինտերնետով եք։ Չէ, ուտեղից որ տոմսերը վերցրել ենք, օրինական մեզի տվել են թուղթը, որոնք իրավունք ունի Ռուսաստանի հող մտնելու։ Եթե ղրգեն էլի Հայաստան կղրգեն։ Առանց աշխատանքային պայմանագրի առկայության կամ նախնական պայմանավորվածության այս պահին ոչ մի խոպանչի չի գնում Ռուսաստան, քանի որ մեծ է հավանականությունը, որ հետ կուղարկեն, իսկ 90 օրվա համար խոպան հաստատ չգնա։ Այցելեցի Շիրակ օդանավակայան, մեկնողների գերակշիռ մաս արտագնա աշխատանքի էր մեկնում։ Զրուցենք ու տեսնենք, թե որքանով են տեղյակ Ռուսաստանի միգրացիոն նոր օրենքից։ Բոլոր օրենքներից է տեղյակ ենք, գիտենք, որ չգիտենանք ոնց կարանք գնալ։ Եվ այդ 90 օր մնալ, հետո հետ վերադառնալ։ Չէ, յուրաքանչյուր մարդ գիտե ուր է գնում, ինչու մար է գնում։ 90 օրով ես երթամ ինչ եմ։ Ես հիմնարկություն կաշխատեմ, կերտամ նորից կգրանցվի հիմնարկությունս։ Դե էսի ժամանակավոր բնույթ է, յուրաքանչյուր երկիր իր կեցություն պաշտպանելու համար նոր օրենքներ կանի, բայց նման օրենքներ վերջի 10 տարվա մեջ կան 5-ից 6 անգամ եղել են։ Մենք որ կերտանք պայմանագրով կերտանք։ Մեզ դիմավորենքը պայմանագրով ամեն ինչով ասենք օրինական հարկուտուրքը մուզե աշխատի։ Էշ մարդը քեզ ոչ բան չի ասել։ Իսկ լավ ինչի կստացվեց այդ օրենքը, ըստ ինչն է պատճառը։ Եթե արդեն ներքին քաղաքացիությունները արդեն չեմ կնասել։ Այսինքն այն որ ասում եք չէ մաքսային միություն մտնեք ավելի չէ հեշտ կլինի Ռուսաստանում։ Հաստորեն հիմա հակառակը ոնց չէ ստացվել։ Հա, այդ։ Ստացվում եք Ռուսաստանում։ Չէ, անսպասել էր այս ամեն ինչը։ Աշխատողի համար, ով որ գնացել է աշխատելու իր համար, ոչ մի օրենք չի փոխվենք, կրնայել նույնությամբ էշտա մի տարին մանա ու վերադառնա։ Այ վերադառնալ չգիտեմ, պարտադիր 3 ամիս պիտի մնա, թե պիտի գա ու կրնասենք երկրորդ օրը թռնի էշտա էլի։ Կային նաև չիմացողներ, ովքեր գնում էին անորոշ կամ կմնան կաշխատեն կամ էլ հետ կգան։ Երթանք նայենք Աստված մեզ հետ, գնացինք չգմնանք։ Այսինքն անորոշ, հա, այսպես գնում էին։ Հասու կամքով, քուրիկ ջան, կամ բանը։ Միշտ եք գնացել։ Անպայման։ Լավ, այսպես ասեմ, ինչի խստացվեց այդ օրենքը, ըստ Էլ Աստված գիտե։ Մեկ է Սերժը գիտե։ Ես սաղ կյանքս Ռուսաստանում եմ, այսպես բան չեմ տեսել։ ասում են հիմի դեպորտներ չէ, շատ են խփում, մարդիկ։ Շատ։ 100 հոգուց 50 հոգին դեպորտ է։ Ես էլ երկրորդ անգամ կերտամ, նայեմ կրնամ անցնեմ։ Ես երկարից պերձանինք։ Նշեմ, որ արդեն երկրորդ շաբաթն է Գյումրիի Շիրակ օդանավակայանից չվերթների թիվը նվազել է։ Միայն Մոսկվայի ուղղությամբ շաբաթական 3 թռիչքի փոխարեն հիմա 1-ն է իրականացվում։ Ոչ թե մեկնողների թիվն է նվազել, այլ ըստ որոշ տեղեկությունների այն կապված է Սոչիում ընթացող օլիմպիական խաղերով։